աշխատանքից հետո իմ առօրյան ես կապեմ իմ ընտանիքի հետ։ Ես Վահե Դավթյանն եմ, ծնվել եւ սովորել եմ Երևան քաղաքում։ Ստացել եմ բարձրագույն իրավաբանական կրթություն, երկար տարիներ աշխատել եմ իրավապահ համակարգում, ոստիկանությունում։ Ներկայությամբ գտնվում եմ կենսաթոշակում, Հայաստազորի սպա եմ, կոչումով փոխգնդապետ։ Շուրջ 3 տարի աշխատում եմ Թեսել ինկասացիայում եւ ներկայումս զբաղեցնում եմ ավագ ինկասատորի պաշտոն։ Աշխատանքային օրը սկսում եմ առավոտյան ժամը 8-ից, անձնակազմը ժամը 8-ին ներկայանում է աշխատանքի։ Ղեկավար կազմի կողմից ստանում է համապատասխան հրահանգավորումը։ Ուշադրություն է դարձվում աշխատակիցների առողջական վիճակին։ Լրացուցիչ անգամ բացատրվում են զենքի օգտագործման անվտանգության կանոնների պահպանումը, ստանում են երթուղիները անձնակազմը, այնուհետև անցնում իրենց գործառույթային պարտականություններին։ Ինկասացիայում աշխատելու համար առաջնահերթ է ինկասացիոն ծառայությունը կարգավորող հրամաններին, որոշումներին, կարգագրերին լավ տիրապետելը, բարդ իրավիճակներում արագ եւ օպերատիվ կողմնորոշվելը, ուշադրությունը, աշխատանքի ընթացքում ծիծաղելի դրվագներ երևի թե մենք չի հանդիպում, մենք կարող ենք նկատենք դրսում, նորից եմ ասում, մեզ մոտ բավականին ամեն ինչը լրջորեն ենք մոտիկանում այդ ամեն ինչին, ժամանակ էլ չի լինում կատակելու, որովհետև ցանկացած շեղում աշխատանքից կարող է անդառնալի հետևանքների բերի։ Աշխատանքից հետո այո, ինչի՞ չէ, տղաների հետ տարբեր կատակներ ենք անում, համեսովոր առօրյա կյանքով ապրող մարդիկ ենք։ Ես սիրում եմ ճամփորդել, բավականին տարբեր երկրներում, արտերկրներում եղել եմ, բայց իմ համար ճամփորդելը առաջնային Հայաստանի Հանրապետությունում է, որովհետև ոչ մի երկիր այդքան տեսարժան վայրեր չունի, ոնց որ մեր երկիրը, եւ եթե ազատ օր եմ ունենում, պարտադիր ինչ-որ մի մարզ, մի շրջան, մի հուշակոթող կամ ինչ-որ մի հետաքրքիր այդպես վայր պարտադիր այցելում եմ։ Ամենավերջին տեղը, որտեղ ես այցելել եմ, դա եղել է Տավուշի մարզի Մակարավանքը, որտեղ բավականին մեծ հաճույք եմ ստացել։ Պառնի Զառնի, Ալավերդի, ես ինքս երիտասարդ տարիներին զբաղվում էի լողով, նաև հրաձգությամբ, որը երևի հետագայում ազդեց իմ ընտրված մասնագիտության վրա, ներկայությամբ էլ, որ ազատ ժամանակ ա լինում, պարտադիր լողավազան եմ այցելում, հրաձգարան եմ այցելում, որոնք որ պետք են ինձ գալի իմ աշխատանքում, չնայած չի ուզենա, որ պետք է երկրորդը, բայց ամենայն դեպս դրանք են։ Մեր ինկասացիոն ծառայության անձնակազմը գրեթե մեծամասնությամբ նախկին ոստիկանության կամ այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ են, որոնք բավականին լավ գիտակցում են իրենց վրա դրված գործառույթների կարևորությունը, ունեն թե օպերատիվ, թե մասնագիտական մեծ փորձ, որը շատ կարևոր է, տիրող մթնոլորտն է շատ լավ, թիմային աշխատանքի, բոլորը մեկը մեկին հասկանում են, օգնում են, միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնեն։ Ինչու՞ չէ, նաև կնշեմ, որ մեր ինկասացիայի ղեկավար կազմն էլ բավականին մեծ ազդեցություն ունի աշխատակիցների նկատմամբ։ Բոլոր ծառայության պետերը, ղեկավարը վայելում է անձնակազմի հարգանքն ու պատիվը։ Դեռևս ես 3 տարի ծառայում եմ, որևէ խնդիր կամ խոչընդոտ չեմ նկատել մեզ մոտ, որ լինի կամ անախորժություն։ Ոստիկանության հետ համեմատելով իմ կարծիքով ավելի ռիսկային է ինկասացիոն ծառայությունը, որովհետև բացատրեմ ինչու։ Եթե ոստիկանությունում ծառայության ընթացքում դու գնում ես դեպքի վայր կամ ինչ-որ որևէ գործողության դու նախապես պատրաստված եւ տեղեկացված ես գնում այնտեղ։ Ու չես կարող առանց պատրաստվելու կամ տեղեկանալու գնաս։ Իսկ ինկասացիոն ծառայությունը դու չես կարող
հասկանալ հարցակում կլինի, չի լինի, դա վարքյանների հարց է, որը որ վերում է բավականին լարված եւ ուշադիր աշխատանքին մոտենալու ունակություն է պետք ունենալ, որ ցանկացած պահին դու կարող ես ենթարկվես հարցակման կամ չգիտեմ անսպասելի լինի դա։ Իսկ ինչ վերաբերում է հետաքրքրության համար ու բազմազան դեպքեր են լինում, ամեն մեկը յուրահատուկ ձևով, յուրահատուկ մոտեցմամբ, հետաքրքրությունը դա է, բայց ռիսկայինը ինկասացիոն ծառայությունը ավելի ռիսկային է իմ կարծիքով, որովհետև ասում եմ, չես կարող ասել, երբ կլինի, ինչ կլինի, ոնց կլինի։ Անձնակազմի մեծ մասը նախկին իրավապահ համակարգի աշխատողներ են եղել, տարբեր իրավապահ համակարգի, որոնք ժամանակին անցել են ֆիզիկական պատրաստականության, տիրապետել են տարբեր մարտարվեստների, որ պահպանվում են, այսինքն դու չես կարող մոռանաս այն հնարքները, այն ամեն ինչը, որը որ շուրջ 25-30 տարի սովորել ես։ Ինկասացիայում աշխատանքի ընդունվող ապագա քաղաքացիներին ես խորհուրդ կտայի առաջինը լավ ուսումնասիրեն ինկասացիոն ծառայությունը կարգավորող հրամաններն ու որոշումները։ Լինեն ֆիզիկապես պատրաստված եւ ոչ միայն ֆիզիկապես, նաեւ հոգեպես է պատրաստված պետք է լինեք, համբերատար պետք է լինեն, զգոն, կրկին անգամ կուզեմ նշել, որ կարևոր հատկություններից մեկը բարդ իրավիճակներում արագ եւ ճիշտ կողմնորոշվելն է։ Եթե նման հատկություններով անձը օժտված է, կարող է գալ եւ իր աշխատանքը շարունակել ինկասացիոն ծառայությունում։